Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Հայ առաքելական եկեղեցին նշում է Փրկչի հրաշափառ Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը։ Այն հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Հարության տոնի մեկնարկը տրվել է եկեղեցիներում մատուցվող ճրագալույցի Սուրբ Պատարագով, որով սկսվում են զատկական տոնակատարությունները։ Իսկ վաղ առավոտյան եկեղեցիներում կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ եւ անդաստանի արարողություն։ Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ իմերելոց ավետիսով, պատասխանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում։ Ներկված ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ։ Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատկի տոնը շնորհավորել է արդեն իսկ ավանդույթ դարձած տարբերակով, Սաղմոսով։ Սիրելի ժողովուրդ, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի Սուրբ Զատկի ճրագալույց է եւ ես արդեն իսկ հաստատված ավանդույթի համաձայն ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը շնորհավորել Սաղմոսով։ Սաղմոս համար 5 աղոթք ապահովության համար, դպրատպետին, ժառանգորդների մասին Սաղմոս։ Ականջ դիր իմ խոսքերին Տեր եւ ուշ դարձրու աղաղակիս, ընդունիր ձայնն աղոթքներիս թագավոր իմ եւ Աստված իմ։ Աղաչում եմ քեզ Տեր, որ առավոտյան լսես ձայնն իմ, առավոտյան պատրաստ կլինեմ քո առջև կանգնելու։ Դու անօրենություն կամեցող Աստված չես եւ քեզ մոտ չարամիտներ չեն բնակվում, թող հանցագործները չապրեն աչքիդ առջև։ Դու ատեցիր անօրենություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին, արյունահեղ եւ նենգ մարդուց գարշում ես Տեր, իսկ ես քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ եւ քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ Սուրբ տաճարիդ մեջ։ Տեր, արդարությամբ քո առաջնորդիր ինձ։ Իմ թշնամիների պատճառով ուղղիր իմ առջև ճանապարհները քո, քանզի նրանց բերանում ճշմարտություն չկա եւ նրանց սրտերը ունայնացած են։ Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները լի նենգությամբ։ Դատիր նրանց Աստված, որ ետ կանգնեն իրենց մտքերից։ Իրենց անչափ ամբարշտության համար վանիր նրանց, քանզի դառնացրին քեզ։ Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում քեզ վրա, հավիտյան թող ցնծան եւ դու ապրես նրանց մեջ։ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։ Տեր, քո սպառազինությամբ պաշտպանեցիր մեզ։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ապրիլի 19-ը մեր երկրում նշվում է որպես հարկ վճարողի օր։ Օրվա առիթով շնորհավորական ուղերձ է եղել պետնախագահ Էդուարդ Հակոբյանը։ Սիրելի հարկ վճարողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այսօրը նշելով պետությունը արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է առաջին հերթին ձեր համար վերամտածելու եւ վերաիմաստավորելու հարկերի բարեխիղճ վճարման առաքելությունը։ Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն եւ բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարությունն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովել ներկա եւ ապագա սերունդների մեր երեխաների համար, որը համոզված եմ յուրաքանչյուրը զգում եք ձեր հոգու խորքում։ 21-րդ դարը լի է տուրբուլենտությամբ ու անորոշություններով, բայց նաև Հայաստանի համար մեծ հնարավորություններով, որտեղ հանրային ծառայության եւ հանրային ինստիտուտների առաջնորդող դերը ավելի է ընդգծվում։ Այդ դերը լիարժեք իրացման հարցում ձեր կողմից հարկերի բարեխիղճ վճարումը անկյունաքարային նշանակություն ունի, քանի որ միայն այդպես է հնարավոր կառուցել դիմակայուն անվտանգային համակարգեր, դինամիկ զարգացող տնտեսություն, աշխարհի հետ անխափան կապ ապահովող տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքներ, ունենալ առողջ ու կիրթ հասարակություն եւ դրան սպասարկող ենթակառուցվածքներ, շարժվել 21-րդ դարի թվայնացման հեղափոխական տեմպերի առջևից։ Պետական եկամուտների կոմիտեն մենք
Խորը գիտակցելով ստեղծված իրավիճակը, ստանձնել ենք հանրային ծառայության մեր մասի առաջնորդության պատասխանատվությունը։ Աշխատանքային օրը սկսելով ինչ փոխվեց ձեր կյանքում կարգախոսի ներքո, մենք հետևողականորեն բարեփոխում ենք վարչարարական գործիքները, պարզեցնում, արագացնում եւ թվայնացնում ձեզ մատուցվող ծառայությունները, ներդնում վերլուծական նոր գործիքներ, շարունակաբար կրթվում, որպեսզի հնարավորինս քիչ ժամանակ ծախսելով կատարեք հարկերի բարեխիղճ վճարման ձեր առաքելությունը։ Մեր գլխավոր նպատակը մարդակենտրոն, խելացի, արդար եւ հզոր հարկային եւ մաքսային համակարգերի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող կզգա պետության աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը։ Հետևողականորեն արմատախիլ ենք անում համակարգի բարի համբավն արատավորող ցանկացած դրսևորում, կոշտ արձագանքում անօրինական եւ անբարեխիղճ ցանկացած դրսևորման։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Այդա Բալաևային։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-ից 19 Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև մշակույթի և հարակից ոլորտներում համագործակցության խորացման ուղիների շուրջ։ Զատկի տոնի հետ է կապված նաև մեր հաջորդ տեսանյութը։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնում է, որ ապրիլի 22-ին գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսվում Դիլիջանի որոշ հասցեներում և կողմ բնակավայրում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14-ը կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան, Հովսեփյան, Գայի փողոցների գազասպառողների, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, Գոշգազ ընկերության ԱԳԼՃԿ-ի, Նոյեմբերյան համայնքի կողմ բնակավայրի, Ուսումնարան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram ալիքին։ Այսքանն այս ժամին կհանդիպենք ժամը 22-ին։